Ջաշագեցեք ու տեսեք, թե դերը բարի է։ Երանի այն մարդուն, որ անոր գոհուսա։ Դերոշմե բաղցեք, ով անոր սուրբեր, բասնզի անգե բաղցողներուն փամը բագած չլար։ Արյուծի գորյունները չքավորություն ու անօթություն կգրեն, սակայն դերը փնդրողներուն բարությունը բագած պիտի չլա։ Ամեն։ Եկեք միասին դերը պարապանենք երգելով մեր առաջին երգը երթիվ 178-ը, երթիվ 178-ը, ոտքի վրա։ Մինչ ոտքի վրա ենք, դարձնենք մեր երկարաներուն ետևը փոխադարձ ընթերցում թիվ 32, փոխադարձ ընթերցում թիվ 32, մեծ հրավերը։ Ով բոլոր ծարավացներ, չուրերուն եկեք և ըստակ չունեցողներ, Եկեք, ձախո արեք ու գերեք։ Եկեք առանց ստակի և առանց կնոք, քինի ու գատ ձախո արեք։ Ինչու ծեր ստակը կվատնեք այն պանին համար, որ հաց չէ, և ծեր վաստակը այնպիսի պանի համար, որ չի գշտացներ։ Ուշադրությամբ ինձի մտի գրեք, որպեսզի բարիքներ ուտեք, ու ծեր ոգին բարակությամբ զվարճանա։ Ձեր ականջը խոնարհեցուցեք ու ինձի եկեք, մտի գրեք ու ձեր հոգին պիտի ապրի։ Եվ ձեզի հետ հավիերական ուխտը պիտի անեմ, Դավիթի բնայուն ողորմությունները ձեզի տալու։ Դերը փնտրեցեք, քանի որ անիգա կգտնվի, ցանիգա կանչեցեք, քանի որ անիգա մոտ է։ Թող ամբարիշտը իր ճամփային, ամեն մարդը իր խորհուրդներեն հրաժարի։ Եվ դերոջը թարնա ու անիգա պիտի ողորմի անոր ու մեր աստուծոյն վազնզի անիգա արադավես կները։ Կանսի իմ խորհուրդներս ծեր խորհուրդները չեն, ծեր ճամփաները իմ ճամփաներս չեն, սեդերը։ Հաբաբորչապ երկինք երկրե բարձր է, այնչափ իմ ճամփաներս ծեր ճամփաներեն բարձր են, և իմ խորհուրդներս ծեր խորհուրդներեն։ Աղոթենք։ Երտնավոր հայր գուզենք շնորհակալություն հայտնել, որ մեզի հոս հավաքեցիր ու տանդ մեջ, որ դարձյալով դե մեր սրտերը փանանք, մեր շնորհակալությունը
քեզի հայտնենք երկերով։ Դեր դու մեզի խոսիր այսօր, այն մեգենից պետք է գիտես, պապակը գիտես, դգարությունը գիտես, եկած ենք ով դեր, մեզի խոսիր քու Սուրբ Հոգիովդ, Հիսուսի անով կխնդրենք, ամեն։ Շարունակենք դերը պարապանել երկելով երթիվ 625։ Բարի եկացեք միասին դերը բաշտելու, կուզեմ մեր եղեցի գարսմը կորձունեություններ ձեր ուշարդյան պերել, որ նույնպես կրնակ ձեր լրադուներում մեջ գտնել, օգնության գոչ, ինչպես անցալ գիրագի հայդարարեցի, այս անգամա կուզեմ հայդարարել, հալևի հայվդարանական կաղութին գողմե գրգված օգնության գոչմը եկած է բոլորը եղեցիներուն։ Վերջին շապատներու ընթացքին դեղի ունեցած զորավոր գրիվներուն պատճառով շատ հայ ընտանիքներու դուները մեծ վնասներու ենթարկված են։ Շտապ օգնության խնդրանք մնեսա։ Անոնք, որոնք կփապակին, ընդհարաչել այս կոչին, հաջին դեսնել դիգին Ալիս Հաջյանը կամ դիգին Սարա Պապիրյանը։ Կանխայտ շնորհակալություն։ Բիդի գարտամ Աստծո սուրբ խոսքեն Սամոսած 60-րդ գիրքը, Սամոս 60-րդ գլուխը, Սամոս 63։ Պապակ Աստծո համար։ Ով Աստված, տուն ես իմ Աստվածս, ես արդուն քեզ կփնտրեմ, հոգիս կզարավի քեզի ու մարմինս քեզի կպապակի,
չոր ու ծարավ դեղը ուր չուր չկա, քո զորությունդ ու փառքդ տեսնելու համար, ինչպես քեզ տեսած եմ սրբարանի մեջ, որովհետև քո ողորմությունդ կյանքեն աղեկ է, իմ շրթունքներս քեզ պիտի կովեն, այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքիս ընթացքին, քո անվանդ ձեռքերս վեր պիտի վերցնեմ, իբր թե ջարբով ու բարարդությունով պիտի գշտանա իմ անձս, ու ցնծության շրթունքներով պիտի կովե քեզ իմ փերանս, անգողնիս վրա քեզ գհիշեմ, գիշերվան բահերու մեջ քո վրայովդ կմտածեմ, բասնզի ինձի օգնական եղար ու քո թևերուտ հովանավորության դակ պիտի ցնծամ, իմ անձս քեզի գահարի, քո աջ ցերկած զիս կբահե, բայց անոնք, որ անձս կփնտրեն, զանիգա գործնելու համար կետնին խորունկ տեղերը պիտի մտնեն, սուրի պիտի մատնվին, աղվեսներու բաժին պիտի լան, բայց թագավորը Աստծմով պիտի ուրախանա, բոլոր անով երթում ունողները պիտի բարձենան, իսկ սդախոստերուն բերանը պիտի բաբանցի։ Ամեն։ Բարելույս ձեր բոլորին, անոնք, որոնք այսօր կարողացանք կալ և անոնք, որոնք մեզի դունեն կհետևին, բոլորս բարի եկած ենք, գիտենք, որ այս օրերում մեջ Կանադայի մեջ ապրիլը բավական մարտահրավեր է, որ աստիճանը ատկանգիչն է ջերմաստիճանը և բավական դժվար գլա որոշ մարդոց դուրս ելները և ասիկա հասկանալի, այնպես որ մեզապես կգնահատենք ձեր ներկայությունը և վստահենք, որ Աստված և այս դեղի մեջ և անոնք, որոնք դուներ են մեզի հետևին, դերը բոլորին ալ գործն է, դերը բոլորին ալ կպատասխան է, դերը բոլորին ալ կխոսի։ Ինչպես կնկատեք, որ երկու շաբաթ է Բադվերի Էրենջյանը մեզի հետ չէ, որովհետև Բադվերին ուրեմն ասենք որոշ գործողություն ունեցավ, որ շատ բարձ և ոչ վտանգավոր բան է, այնպես որ ժամանակը արած է, որ դունը հանգիստն է և իր ապակինումեն վերջ դարձյալ Աստծո շնորհքով մեզի կմիանա իր ծառայությունը բերելու համար։ Այնպես որ մինչ հիմա գաղութենք և կհիշենք, որ Աստված բոլոր գարիկները հոգա, Աստված այցել է բոլոր հիվանդները և անոնք, որոնք անգողինին կծառայեն, անոնք, որոնք բուժման գարիք ունին, դերը բոլորին ալ հասնի։ Այնպես որ բարի ապակինում կմաղթենք բոլորս եկեղեցին անունով մեր սիրելի Բադվերին, Բադվերի Էրենջյանին, որ շուտապույտ ապակինում ունենա և դարձյալ մեզի հետ միանա։ Եվ պիտի քաչարնեմ, որ մինչ գաղութենք, միասին մեր սդերուն մեջ մենք ալ մեր աղոթքը արտասանենք, մեր աղոթքը ասենք, ինչպես ասի, եթե մեր մտքին մեջ կան բարականեր, ասկականներ, ծանոթներ, դրացիներ, բարեկամներ, դունի անդամներ, որոնք աղոթքի պետք ունին, որոնք որոշ կարիք ունին, մինչ այստեղ ենք աղոթենք, դուք ձեր սրտերու մեջ են աղոթեցեք եւ այդ բոլոր աղոթները, ինչպես Աստծո խոսքը գսե, խունգի պես թող բարձրանան Աստծո առջև, անուշահոտ խունգի պես, եւ ադիգա Աստծո փառք բադիվ գբերե, երբ որ իր ժողովուրդը միաբերան Աստծո թուրը գզարնե եւ Աստծո օգնությունը կխնդրե։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի։ Շնորհակալ ենք քեզ, ով հավիտենական Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Շնորհակալ ենք քեզ, որ մեզի արիթը գուտաս հավաքվելու քո առջևդ կենալու, մեզի արիթը գուտաս ով դեր քո ցայնդ լսելու, մեզի արիթը գուտաս քո թուրդ զարնելու։ Շնորհակալ ենք քեզ, որ դու սիրող Աստված ես, եւ քո շնորհքներդ եւ բարիքներդ անբագաս են։ Շնորհակալ ենք, որ դակավին ողորմություն գնես ամբողջ աշխարհին, թեպետով դեր մարդկությունը քեզի կմոռնա, քեզ մեկը հեռանա, բայց քանի որ դու բարի Աստված ես, կշարունակես քո շնորհքներդ, բարիքներդ թափել այս աշխարհին վրա։ Փառք լա քեզի ով դեր,
որ այս քու մեծությանդ եւ այս քու մանավանդ սիրույթ պատճառով թուն երկնքի փառքը ցկեցիր, այս աշխարհ եկար, մեզի պես մարդ եղար, որովհետեւ մեր մեղքերուն քինը թուն վճարես։ Եվ ով դեր մեզի փրկության ջամփափացիր, որովհետեւ անոր քեզի հավատա չգործվի, հաբա հավիտենական կյանքը ունենա։ Անոր համար որքան շնորհակալ ենք քեզ մե։ Այս մեծ շնորհքիդ համար, որ մեր արջևը բացիր, այս արիտը մեզի դվիր։ Անոր համար դեր գուքանք քո արջևդ մեր մեղքերը խոստովանելով անգամ եւս անդրադառնալով, որ մենք մարդ ենք, մենք դգար ենք եւ մենք գարիքը ունենք քու փրկությանդ։ Անոր համար քու անունդ կգանչենք այսօր դեր եւ գաղութենք, որ մեզի սրբես, մեզի մաքրես, մեզի նոր ընես, մեզի նոր սիրտ տաս եւ մեր ներսիտին նոր հոգի տնես։ Ասիկա միայն տուն գրնասնելով դեր, որովհետև տուն մեզի ստեղծեցիր, տուն մեզի կյանք տվիր։ Քեզմով է, որ մենք գաբրինք, քեզմով է, որ գշնչենք, անոր համար փառք կտանք քեզի։ Եվ այս բոլորեն անտինով դեր, տուն մեզի կհրավիրես, ըսելով խնդրեցեք եւ պիտի դրվի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Թուրը փախեք եւ ցեզի պիտի բացվի։ Այս խոստումի համաձայն այս հրավերին ընտարաչելով գուքանք քո արջևդ կգենանք եւ մեր գարիքները, մեր պետքերը քո արջևդ կտնենք։ Ով դեր մենք քու զավակները դենք եւ քու ժողովուրդը դենք։ Միապանությամբ կաղոթենք մեր մեջ եղած բոլոր հիվանդներուն համար, մեր բարականերուն համար, ըլանոք որ դուներուն մեջն են, ըլանոք որ նույնիսկ խոսք ներկայ են դեր։ Կաղոթենք, որ բոլորին բժշկություն դաս, ցերկդ երկարես եւ երկնային հզոր բժշկություն դասով դեր։ Անոր համար գիտենք, որ քեզի համար անգարելի բան չկա։ Հիշե բոլոր գարիքավորները, հիշե անոնք ով դեր, որ առանցին են, մինակ են, հիշե անոնք, որոնք ով դեր նյութական գարիքներ ունեն, թուն որ արադացերն աստված ես։ Գխնդրենք քեզ մե, որ ցերկդ երկարես եւ օգնությունդ խրգես։ Նաև միապանությամբ կաղոթենք խաղաղության համար, աշխարհի խաղաղության համար, որթուն երկինքեր նայիս, ողորմությունը դնես եւ խաղաղությունը խրգես այս փոթորգոտ աշխարհի վրա դեր։ Կաղոթենք մեր ժողովրդին համար, հայ ժողովրդին համար, որոնք Հայաստանի մեջ են եւ որոնք Սփյուռքի մեջ տարածված են։ Այցելություն ունես եւ մեր սիրտը քեզի դարձնես։ Շնորհքը եւ ողորմությունը ով դեր միշտ քուքով դեն եւ անբագասեն։ Անոր համար կվստահենք քեզի։ Կաղոթենք նաեւ միապանությամբ այս պաշտամունքը սկիզբեն մինչև վերջ քու հովանի տագլլա։ Կաղոթենք ով դեր որ մեր սրտերը բացը լան։ Մինչ գերքենք, գաղոթենք քու խոսքդ կլսենք, շնորհ տուր մեզի ով դեր որ մեր սրտերը բացը լան։ Որովհետեւ ընդունենք ամեն մեկ խոսք, որ տուն գսես եւ տուն գխոսիս։ Խոնար սիրտ տուր մեզի, գագուղցուր մեր սրտերը, մեր ականջները բաց, քու խոսքդ արադաբես մտնելու եւ բդուղ բերելու, քու փառքիդ համար։ Շնորհակալ ենք քեզ մի ով դեր։ Փառք, բադիվ, երկրպագություն գվայելի քեզի հավիտյան։ Ալելույա։ Ամեն։
Շարունակենք դերը պարապանել երկելով երթիվ 23 ոտքի վրա։ Երթիվ 23 հենում հավիդենական բազգաց։ Դարձյալ Փարիլույս բոլորին, բարի եկած ենք բոլորս Աստծո տանը մեջ իր ներկայությունը վայելելու, իրարու վայելելու, Աստծո սերը թող մեր բոլորի սրտի մեջ աճի, մեծնա իրեն հանդեպ եւ իրարու հանդեպ։ Ինչպես աղոթեցինք, որ Տերը իր խոսքը այսօր մեզի ղրգե եւ շնորհք տա մեզի, որ մեր սրտերը եւ մեր ականջները բացլան, եկեք այս միտքով Աստծո խոսքը լսենք եւ պատրաստ լանք մեր լսած խոսքը կյանքի մեջ կատարել եւ բդուղ բերել։ Գիտեք, ապրելու համար շատ բաներու գողքին մենք հիմնական երկու կարիքներ ունենք։ Մեր մարմինները հիմնական երկու կարիքներ ունի։ Մեկը ուտելիքն է, իսկ մյուսը խմելիքն է։ Մեկը հացն է, իսկ մյուսը ջուրն է։ Ադոր այդ կողքին կա անշուշտ օդը, ադոր այդ կողքին կա արևը, բնությունը եւ շատ ուրիշ բաներ, որ կյանք կուտան եւ կյանքի էական մասնիկներն են։
Եվ Աստված այնպես ստեղծած է այս աշխարհը, Աստված այնպես ստեղծած է մեզի, մեր մարմինները, որ այս բոլորը կողքովի կալով կյանքը գշարունակվի։ Ասոնք բոլորը մեզի ուժ գուտան, զորություն գուտան եւ կյանքը բնականաբար գշարունակվի։ Եվ ասիկա Աստուծո անհայտ ցերկը գնե։ Մենք չենք տեսնել այս ինչպես կլա, բայց Աստուծո զորությամբ եւ իմաստությամբ այս բոլորը գշարունակեն ապրիլ։ Որովհետեւ մենք մարդ արարած կարողանանք ապրիլ, ամեն օր ճաշ կուտենք։ Մեզ շատերս ընդհանրապես արդու նախաճաշ կնենք, գեսորին ճաշ կուտենք եւ երեկոյան ընթրիկ կրենք։ Հիմա շատերը քիչ մը գփոխեն, երկու անգամ գուտեն, որովհետեւ առողջապահական լան, շատերը 3 անգամ գուտեն արդու գեսոր իրիկուն, բայց օրվա ընթացքին այսպես ստակներ գարնեն, որովհետեւ ասենք արդու գեսոր իրիկուն շատ չուտեն, քիչ ուտեն եւ իրենց մարմինը միշտ սպաղլա մարսելով։ Ամեն մեկ մարմին դեսակ մնե։ Ինչ որ գուտենք, մեր ուտելիքի մեջ բաներ կա, որ շուտ կմարսվին, բաներ կա, որ ուշ կմարսվին։ Ընդհանրապես 2-4 ժամ կդեվե, որովհետեւ մարսենք մեր գերածը։ Հայկական ջաշերը ընդհանրապես ավելի կդեվեն։ Գիտեք, հայկական ջաշերը յուղոտ կլա, համով կլա եւ այլն, ընդհանրապես քիչ մը ավելի երկար կդեվե, որովհետեւ մարսենք։ Երբ մեր ստամոքսը բարապ է, մեզի լուր գուտա։ Մեզի գսե, որ ես բարապ եմ, լեցնելու սկսիր։ Մեր միտքը գանցատարնա, որ մենք պետք ունենք ուտելիքի։ Եվ ադիգա մենք կգոչենք անոթի, անոթություն, չէ՞։ Եվ կսկսենք ուտել։ Նմանապես ճուրի բարական։ Երբ որ ծարավենք, մեր մարմինը մեզի լուր գուտա, որ ճուրի պետք ունենք։ Երևակայեցեք, որ դակ օրմն է, արևին դակ կալեցիր, վազեցիր, մարզան կրիր, քրդինքներդ հոսեցան, եւ այդ վարյանին ամենի համով բանը, որ գրնաս ունենալ, բաղ ճուրմն է։ Այդ քրտնած վիճակիտ մեջ բաղ ճուրը ամենի համովը գիչն է։ Մեր մարմինը գկոյադևի այդպես։ Աստծո խոսքը մեզի գհրավիրե շատ անգամներ ձոմավահություն ունելու, Հիսուս այդպես գհրավիրե մեզի, եւ ադիգա ժամանակավոր գլա, գես օր, 1 օր կամ 2 օր եւ այլն, գախում ունի, որքան միտնենք մեր ձոմավահությունը, կամ եթե միան ուդելիքի ձոմավահություն միտնենք, կամ եթե ուդելիքի եւ խմերիքի ճուրիալ ձոմավահություն միտնենք, ադիգա մեզի գինա անշուշտ։ Բայց եւ այնպես այդ բոլորը ժամանակավոր են։ Բոլորս պետք ունենք սնունդի, պետք ունենք հացի եւ պետք ունենք ճուրի։ Հետաքրքրական երբով Դավիթ թագավոր 60-րդ Սաղմոսին մեջ այս երկու վիճակները արչև գբերե, գհայտնե եւ գնմանցնե, որ ինչպես մարմինը պետք ունի ամեն օր հացի եւ ճուրի, այնպես կնմանցնե, որ մարդուն հոգին ամեն օր պետք ունի Աստուծո հացի պես եւ ճուրի պես։ Անորոմար գսե, ով Աստված, դու ես իմ Աստվածս, ես արդուն քեզ գպնդրեմ, հոգիս գծարավի քեզի եւ մարմինս քեզի գփափակի, չոր ու ծարավ դեղը ուր ճուր չգա։ Աստուծո ներկայությունը գնմանցնե ճուրիմը, որ բոլոր մարմիննիս բոլորս անխդիր պետք ունենք ամեն օր։ Եվ ատկե այդ գնմանցնե ուդելիքի,
որ բոլորս անխդիր պետք ունենք ամեն օր։ Ինչպես որ մարմինը պետք ունի հացի և ջուրի, այնպես հոգին պետք ունի Աստուծո։ Ասիկա խորում փափակ մներ, որ Դավիթ թագավոր գարձես ոչ թե միայն ինքնիր մասին խոսեցավ, այլ խոսեցավ մեր լեզվովը, բոլորիս մասին, բոլորս գարիքը ունենք, մեր բոլորին հոգին գարիք ունի Աստուծո։ Շատ անգամներ Աստված գմորցվի մեր կյանքի մեջ։ Մարդու կյանքի մեջ Աստված գմորցվի։ Գիտեք, երբ որ անոթի չես սկար, ուդելիքի մասին չես մտածեր։ Ձարավ չես սկար, ջուր խմելու մասին չես մտածեր։ Մարմինդ քեզի լուր գուտա, որ դու պետք ունիս, եւ այն ժամանակ ուդելու կսկսես։ Մարմինդ քեզի լուր գուտա, որ դու ձարավ ես, ջուրի պետք ունիս, այն ժամանակ խմելու կսկսես։ Քու պետքը քեզի կառաջնորդե, որովհետեւ ուդես եւ խմես։ Աստված կարծեք նույն ցևը գործածե մեր կյանքի մեջ։ Գիտեք, եթե կյանքիդ մեջ ամեն բան խաղաղ է, ոչ մեկ մարդու կյանքի մեջ։ Եթե ամեն բան խաղաղ է, ամեն բան բնական գտվի, ամեն բան լավ գերտա, առողջությունը տեղն է, քրբանը լեցուն է, կյանքդ հանգիստ գերտա, կսես որ ինչ պետք է գա Աստուծո։ Ինչու պետք ունիմ Աստուծո։ Շատ անգամներ պետքը մեզի կհիշեցնե, որ մենք բոլորս Աստուծո գարիք ունենք։ Եվ Աստված կգործածե մեր պետքերը։ Որովհետև մենք մոռացող մարդիկ ենք, գիտեք։ Մարդ արարածը շուտ կմոռնա։ Կմոռնանք, մանավանդ երբ որ կյանքը բնական կերպով կընտանագոր։ Բայց Տերը կգործածե մեր գարիքները, եւ որ պետք ունենք իր թուրը գզարնենք, իր արչեւ ուկանք։ Բայց անշուշտ, ասի այսպես պետք չէ լա, որ մեր անձնական շահին համար, որ ամեն անգամ որ Աստծո պետք ունենք, այն ժամանակ ուկանք իր արչեւ։ Անոր համար նաեւ պետք է գիտնանք, որ մեր գարիքի ադեն եւ մեր գարիքեն դուրս Աստուծո պետք է փնտրենք։ Առաջին թագավորաց գիրքին մեջ Աննա անունով կին մգար, որ ամուր էր, զավակ էր։ Եվ այնպես փափակ ուներ զավակ ունենալու, որ քնած Աստծո տունը եւ սկսավ աղոթել։ Այդքան աղոթեց, որ քահանան Աստծո տան գարձեց, որ այս կինը քինովցած է կամ խենթեցած է։ Բայց ի հայտ եկավ, որ այդ կինը իր սրտի մեջ փափակ ուներ, կացած էր Աստծո թուրը զարնելու։ Եվ խոստում ալդվավ, ով դերսավ, եթե ինձի արու զավակ մտաս, այդ զավակը քեզի պիտի նվիրեմ։ Եվ գիտեք ով ծնավ։ Աստուծո առաջին մարգարեն, Սամուել մարգարեն, որ քահանա եղավ, որու միջոցով Իսրայելը սկսավ թագավորություն ունենալ եւ որու միջոցով Դավիթ ինքը օծվեցավ Սամուելին։ Եվ հետաքրքրական կերպով այդ կինը հատկեց յետք մոտ 4 կամ 5 զավակներ ունեցավ։ Իր գարիքը իրեն առաջնորդեց, որ Աստծո թուրը զարնե։ Այսպես է նաեւ մեր հոգևոր պետքը։ Պետք է ըսկանք, որ մեր հոգին ծարավ է Աստուծո։ Մեր անձերը պետք է վարժեցնենք այդ իրականության եւ այստեղ կարևոր բան մգա։ Արդյոք եթե ես անօտենամ եւ գնոջս ասեմ այսօր իմ դերս թունգ էր, եւ եթե ինքը ուդե արդյոք ես կգշտանամ,
ես չեմ գշտանար։ Ովևէ մեկը քու տեղդ չի գնալ ուտել։ Եթե դու ծարավ ես, քու գողագիցդ չի գնալ քու տեղդ ջուր խմել, որովհետեւ դու ծարավդ հագեցնես։ Հացը եւ ջուրը անհատական է։ Եթե անոթի ես թուն պետք է ուտես, եթե ծարավ ես թուն պետք է խմես։ Այնպես ալ մեր հոգին։ Մեր հոգին գարիքը միան մենք գրնանք լեցնել։ Ուրիշը չի գրնար մեր դեղը Աստուծո փնտրել, Աստուծո ներկայությունը ուզել, ասիգա անհատական է։ Հիմա շատ անգամ մեր գարիք մոք ունենանք, պետք մոք ունենանք և գուքանք իրար մեկը խնդրենք, որ ինձի համար աղոթ է։ Եվ ասիգա լավ ասենք վարժություն մնե, լավ սովորություն մնե, որ մեր պետքերուն մեջ խնդրենք իրարու, որ աղոթենք իրարու համար։ Լավ է, պետք է ընենք և պետք է շարունակենք։ Բայց անոր գողքին կարևոր բան մգա։ Տուն ինչու համար, տուն քեզի համար չես աղոթեր։ Շատ անգամ ներքիդեք մենք այս աղոթքի խնդրանքները ուրիշներու վրա գնենք և դուն գերտանք ասենք, որ օ, ես այսօր 4 հոգի եսի, որ ինձի համար աղոթեմ։ Լավ է, իրարու համար աղոթենք, բայց ոչ թե միան մեր գարիքները ուրիշներուն հանցնենք, այլ նաև մենք մեզի համար աղոթենք։ Եթե գարիք մոնիս, եթե պետք մոնիս, ասիկա գնմանի, որ տուն ծարավ ես և 4 հոգիներու գսես, այսօր իմ դեղս թուկ ջուր խմեցեք։ Գարերի է, որ անոնք խմելով տուն հակենաս, գարերի չէ։ Անոր համար, Աստծո փնտրելը, Աստուծո խնդրելը և ուզելը անհատական է, անձնական է, ովևէ մեկը քու տեղդ չի գնար ընել։ Անոր համար Դավիթ 27-րդ Սաղմոսի մեջ կսե, ով դեր ցայնս լսե կանչելու ադենս ու ողորմե և պատասխան դուր ինձի։ Իմ երեսս փնտրեցեք ասիր, իմ սիրտս ալ քեզի ըսավ, քու երեսդ պիտի փնտրեմ, ով դեր։ Անձնական է, այդ փնդրդուկը, այդ համոզումը, այդ հանդիպումը, ինչպես որ հավաքական է, նաև անձնական է։ Երբ որ Աստծո ներկայությունը, Աստուծո երեսը կփնտրենք, անիգա իր խոստումները գուտա և գհայտնվի մեզի։ Ինչպես որ աղոթեցինք, անոր թուրը գզարնենք և անիգա գփանա, զինք կփնտրենք և գգտնենք։ Այս նույն խոստումը Աստված իր ժողովուրդին գուտա Երեմիա մարգարեին միջոցով, որ գսե 29:12-14-ի մեջ, դուք ինձի պիտի կանչեք և պիտի երթաք ու ինձի աղոթք պիտի անեք, և ձեզի պիտի լսեմ, զիս պիտի փնտրեք և պիտի գտնեք, վասն զի ձեր բոլոր սրտով պիտի խնդրեք զիս, ու ես ձեզի պիտի երևիմ, գսե դերը։ Աստված գհրավիր է և նույն ժամանակ իր հրավերին գողքին խոստում գուտա։ Երբ որ ինձի խնդրեք, ես պիտի հայտնվիմ։ Երբ որ ինձի փափակիկ, ես պիտի կամ։ Երբ որ ձեր հոգին ճուրի, ինչպես ձեր մարմինը ճուրի գարիք ունի, երբ ծարավեք, երբ որ ձեր հոգին գծարավի ինձի, գփնտրե ինձի, ձեր հոգին ինձի գուզե ճուրի պես, այնպես ես պիտի հայտնվիմ։ Աստված այս տեսակի հավատք գուզե, այս տեսակի քայլ գուզե մեզ ամեն մեկուն մեջ։ Նայեցեք ինչ կսե հաջորդ երրորդ համարի մեջ, որովհետև կսե քու ողորմությունդ կյանքեն աղեգ է, քու ներկայությունդ, քու պատասխանդ կյանքեն շատ ավելի արժեքավոր է, շատ ավելի աղեգ է։ Կյանքեն ավելի արդյոք արժեքավոր բան կա։ Աստծո խոսքը մեզ գսե Աստծո ներկայությունը կյանքեն
շատ ավելի կարևոր է։ Երևակայեցեք կյանքը առանց Աստծո։ Ինչ արժեք ունի ապրիլ։ Մեզի համար կյանքը ամենաարժեքավորն է, այնպես գտվի մեզի։ Որ կյանքեն ավելի արժեքավոր բանը չկա։ Մեզի համար ամենակարևորը կյանքն է։ Բայց կյանքեն ավելի կարևորը կա։ Կյանքին մեջ Աստծո ներկայությունը։ Կյանքը, որ Աստված գոյություն չունի, անիմաստ է։ Կյանքը, որ Աստծուց հեռու է, անիմաստ է ապրիլը։ Քո ողորմությունդ կյանքեն ավելի աղեկ է։ Ավելի լավ է չապրիլ, քան թե ապրիլ կյանքը, որ Աստված չի գա։ Աստծո ներկայությունը էական է մեր կյանքի մեջ։ Մարդիկ կյանքի երևեն գվասեն։ Կյանք կուզեն։ Ապրիլ կուզեն։ Եթե մեկը անանքիստ է բժշկի գերտա, ինչու համար գիտեք չուզեր մերնել։ Եվ բնական է ասիկա։ Աշխարհի վրա միլիարդավոր դոլարներ գծախսվին, որովհետեւ մարդոց կյանքը երկարեն։ Բժշկությունը, տեխնոլոգիայի ընկերությունները, տեխնոլոգին որքան կգործածվի, որովհետեւ կյանքը երկարի։ Բայց որքան որ կյանքը երկարի, դեր պիտի կա որ կյանքը եւ վերջը պիտի ունենա։ Բայց ամենակարևորը այդ կյանքին մեջ Աստծո ներկայությունն է։ Ժամանակ պիտի կա, որ Աստված իր ողորմությունը պիտի վերցնի այս աշխարհին։ Հիմա գիտեք, ամեն բան բնական է մեր կյանքի մեջ, ամեն բան բնական է աշխարհի մեջ։ Եվ կգարձենք, որ բնական կերպով կընթանա, ցեզի ասեմ, եթե Աստված իր ողորմությունը վերցնե այս աշխարհին վրայեն, մեկ անց ողջ չի մնար։ Ամբողջ աշխարհը գաբրի այսօր 8 միլիարդ մարդ գաբրի, որովհետև Աստված ողորմած Աստված է։ Եվ իր ողորմությունը կբահի։ Աստված եթե իր ողորմությունը գեցնե, բոլորս կմահանանք։ Բոլորս կվերջանանք։ Մենք կգարձենք, որ այս աշխարհը օտոմատիկ կերպով կքալի որ ամեն բան։ Աշխարհը դակավին կդառնա որ արևին շուրջ, աշխարհը դակավին ինքն շուրջ նաև կդառնա որ ծմեր գուքագոր, ամար գուքագոր, քարում գուքա, աշուն գուքա, ճուրը գվազե եւ այլն, կյանքը կշարունակվի որ, բայց այս բոլորը գլա որ որովհետեւ Աստված դակավին ողորմած է։ Աստված դակավին ողորմություն ցույց կտա որ։ Եվ այս բոլոր վիճակը որ կա մարդկության ցերկը չէ, այլ Աստծո ցերկն է։ Բայց ժամանակ պիտի կա, որ Աստված իր ողորմությունը պիտի սկսի բացեցնել, երբ որ աշխարհ ավելի Աստծո թեմ ելնի։ Անորոմար գգարտան հայտնության մեջ որ գսե օրեր պիտի կան, որ մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց պիտի չի գտնեն։ Պիտի ուզեն մեռնել, բայց մահը իրենց մե պիտի փախչի։ Կյանքը առանց Աստծո։ Երբ որ Աստված իր ողորմությունը վերցնե, այն ժամանակ մարդ արարած կգիտնա Աստծո արժեքը։ Աստծո պետքը մարդուն կյանքին մեջ։ Ինչպես որ քո մարմինդ հացի պետք ունի, ինչպես որ քո մարմինդ ճուրի պետք ունի, ալավելի քո հոգիդ Աստծո պետք ունի ամեն օր։ Մենք պետք է ամեն բան բնական չառնենք, գիտնանք որ մեր շնչելը Աստծո է։ Նստած ենք հոս բոլորս։ Մեր սիրտը կփափախե գոր հիմա։ Մեր սիրտը կզառնե գոր։ Մենք որոշեցինք որ մեր սիրտը զառնե։ Մենք չի որոշեցինք։ Աստծո ողորմությունն է։ Որ մենք ապրենք որ հիմա այս վարքյանից։ Եթե Աստված իր ողորմությունը վերցնե, աշխարհ դժոխք կդառնա։
Աստծո ներկայությունը էական է մեր կյանքի մեջ։ Առանց Աստծո ներկայության, ինչպես ասի, կյանքը դժոխք է։ Աստված է, որ միայն մեր հոգի մեջ եղած բարաբությունը գլեցնե։ Մովսես ասիկա լավ հասկացավ, լավ ջանցավ։ Աստված իր ժողովուրդը Եգիպտոսեն հանեց, քերութենեն հանեց, որովհետեւ իրենց լավակույնը շնորհե, լավակույն երգիրը Աստված իրենց տա։ Բայց պատմությունը գիտենք, Աստծո ժողովուրդը անաբադին մեջ ըմփոստացավ, քանքադեցավ։ Եվ շատերսին Երանի Եգիպտոս մնայինք, Երանի քերի լայինք։ Աստվածը սավ գարջ ջամփամը գա, քանի օրվա ջամփա գա, որովհետեւ հոն հասնիկ, բայց այդ քանի օրվա մեջ ըմփոստացան։ Երից քլխուն 30-րդ, երից քիրքին 30-րդ գլուխը Աստվածաշունչի ամենադխուր գլուխներեն մեկն է։ Որ Աստված Մովսեսին գսե, ես այլևս ցեզի հետ պիտի չլամ։ Ես այլևս ցեզի հետ պիտի չկանեմ։ Եվ ասի ամենադխուր խոսքերեն մեկն է, որ Աստված ասավ։ Ինչու՞։ Որովհետև իր ժողովուրդը Աստուծո երեսը չփնտրեց, որովհետև ըմփոստացավ, փարգացավ Աստուծո դեմ եւ ուզեց Աստծո ծրագիրներուն հագարակ գնալ։ Աստված ալսավ, ես ալ ցեզի հետ պիտի չլամ այլևս։ Բայց Մովսես հասկացավ Աստծո մարդը, եկավ եւ աղաչեց Աստծո, խոնարհեցավ անոր առջև եւ ասավ, եթե քու ներկայությունդ մեզի հետ չերթա, մեզ այստեղեն մի հաներ։ Այս փափակը, որ Աստված ներկա ալա մեզի հետ, բիրի չերթանք այստեղեն, եթե տուն մեզի հետ չի կալես։ Եվ ասիկա նույնանման է մեր կյանքին մեջ, ով Աստված, բիրի չուզենք ապրիլ այս կյանքը, եթե տուն մեզի հետ չլաս։ Անոր համար մեր հոգին քեզի կփնտրե, հացի պես, ճուրի պես քեզի կփնտրե, եւ տուն մեր փափակը գլեցնես։ Վերադառնանք Սամոս 63-ին, 5-րդ համարի մեջ կսե Դավիթ. իբր թե ջարբով եւ բարարդությունով բիդի գշտանա իմ անձս։ Աստված բիդի պատասխանե, Աստված բիդի հասնի, Աստված բիդի այցելե այն անձին, որ անգեղծությամբ իրեն կփնտրե, անգեղծությամբ իրեն գուզե, իր ներկայությունը գուզե։ Եվ Դավիթ կսե գարձես թե արադությամբ իմ հոգիս պիտի գշտանա, ինչու, որովհետև Աստված հավատարիմ է եւ պիտի պատասխանե։ Անոնք, որոնք զինք կփնտրեն, Աստված կհայտնվի անոնց։ Անոնք, որոնք չեն փնտրեր, անոնք, որոնք չեն ուզեր, Աստված հերու կգենա։ Այնպես կարևոր է, որ ինչպես մենք ամեն օր հացի եւ ջուրի պետք ունենք, ամեն օր, ամեն վարքյան Աստուծո պետք ունենք։ Մեր մարմինները հացով եւ ջուրով գաբրին, բայց մեր հոգիները Աստուծմով գաբրին։ Առանց Աստուծո մեր հոգիները մերած են, նույնիսկ եթե աշխարհի վրա ամենաառողջ անցնենք, նույնիսկ եթե ամենազորավոր անցնենք, առանց Աստուծո մեր հոգիները մերած են։ Հիմա կհարցնենք մենք մեզ, եղբայր Դիկրան, մեզի քիչը ըսե ինչպես կրնանք Աստծո ներկայությունը փնտրել, ինչ կրնանք անել, որ Աստված ներկա ալա մեր կյանքին մեջ։ Շատ արագ պիտի ասեմ, 5 կետեր պիտի դամ։ Եվ այդ 5 կետերը դուք գտնեք լրադուի էջին մեջ։ Առաջինը շարունակական ապաշխարություն, շարունակական զղջում, խոստովանություն եւ թարց առաստված։ Մի զարմանակ, ապաշխարությունը ընթացք է,
շարունակական ընթացք մնե, որ Աստված մեր առջև գտնե այս շնորհքը, ապաշխարության շնորհքը իրեն դառնալու, ամեն օր իրեն դառնալու, ամեն օր խնդրելու, որ մեզի սրբե, որ մեզի մաքրե, մեզի նոր ընե։ Այդ ընթացքի մեջ գործակցողը լանք, հավատարիմը լանք։ Երկրորդ կետը ժամանակ հատկացուր, ժամանակ դուր, ամեն օր աղոթքի եւ Աստծո խոսքը գարթալու։ Ուրիշներուն խնդրե որ քեզի համար աղոթեն, բայց ցուն քեզի համար աղոթե։ Ժամանակ դուր աղոթքի, ամեն օր անձնական աղոթքի, ամեն օր անձնական Աստծո խոսքը գարտալու։ Շալանքամներ գտնենք YouTube-ը դիկնենք, կարոզը դիկնենք, տելևիզիոնեն եւ այլն, շատ լավ են ասոնք, բայց անձնական տուն գարտա։ Քու Աստվածաշունչը ունեցիր։ Քու աղոթքի ժամանակը ունեցիր։ Անձնական ռեադիգա ամեն օր։ Ամեն գիրագի եկեղեցի գոկանք եւ ինչ լավ բան է։ Պետք է կանք։ Աստծո դուր։ Իրեն շնորհակալություն հայտնելու։ Անցյալ շաբթվան համար եւ նոր շաբաթը իր ցերկերուն մեջ հանցնելու։ Ասիկա հանրային բան է, public։ Բայց շատ կարևոր է ասոր գողքին անցնաբես Աստուծո հետ հանդիպելու ամեն օր։ Անորոմար Հիսուս կսե, եթե աղոթք պիտենես, ինչ ռեգսե, քու ներքին սենյակդ մդիր, թուրդ կոցե եւ աղոթք կդրե։ Քաղտնի հանդիպումը Աստծո հետ ընդունելի է։ Քաղտնի գերբով հանդիպիր Աստծո հետ։ Տուն եւ Աստված։ Տելեֆոնդ մարե, կոմպյուտերդ կոցե, տելևիզիոնը մարե։ Ամեն օր Աստծո հետ քաղտնի ժամանակ անցուր։ Եվ այն որ այդ քաղտնի ժամանակը կանցնես, Աստված քեզի հայտնաբես կսե հադուցում պիտի անե։ Չորրորդ կետ հնազանդ եղիր իրեն։ Մանավանդ երբ փորձությունները կան, Աստուծո հնազանդ եղիր։ Մի փորձեր ուրիշները կոհացնել, Աստուծո կոհացուր։ Մի փորձեր ուրիշները ուրախացնել, Աստուծո ուրախացուր։ Փորձություններու մեջ համբերող եղիր։ Իսկ 5-րդը իր մե գախյալ եղիր։ Քու կյանքդ Աստուծո մե գախյալ թողլա։ Ուրախությանդ մեջ Աստուծո փառք դուր։ Նեղությանդ մեջ Աստուծո թուրը զակ։ Գախյալ եղիր իր մե։ Գիտիր որ ինչ որ ունիս եւ ինչ որ ես բաճարը Աստվածին կնե։ Այս աշխարհի վրա դու բամը չի բերիր եւ ոչ ալ պիտի դանիս։ Այս աշխարհի վրա դու գաբրիս, որովհետեւ Աստված քեզի կյանք տվավ։ Եվ բոլորիս օրերը համրված են։ Շատերս 20 տարի գաբրինք, շատերս 60 տարի գաբրինք, շատերս 100 տարի գաբրինք, բայց բոլորս ալ համրված օրեր ունենք։ Եվ այդ համրված օրերը Աստուծո մեկ կան։ Ուրեմն ինչ որ ես, Աստուծո մեկ ես, իր մեկ ախյալ եղիր։ Ուրեմն հարադեպ ապաշխարություն, ամենօրյա ժամանակ, աղոթքով եւ Աստծո խոսքով, քաղտնի հանդիպում, առանցին հանդիպում Աստուծո հետ, ամեն օր, առանցին հանդիպում։ Դժվարություններու եւ փորձություններու մեջ հնազանդություն, համբերություն ունեցիր եւ ամեն բան իր մե գախյալ եղիր։ Ասիկա է Աստուծո ծարավլալը, ասիկա է Աստուծո անոթի լալը, Աստծո հանդեպ անոթություն ունենալը։ Ինչպես ամեն օր հաց կուտես, ջուր կխմես, այնպես ամեն օր Աստուծո փնտրե եւ Աստված պիտի հագեցնե քեզի։ Այս համարով վերջացնեմ։ Հակոբոս 4:8-10 Աստուծո մոտեցեք ու անիկա ցեզի պիտի մոտենա։
Սրբեցեք ցերկերնիդ մեղավորներ եւ մաքրեցեք սրտերնիդ երկմիտներ, դարաբանք քաշեցեք, սուկրեք, ուլացեք, ցեր ծիծաղը սուքի դառնա ու ցեր ուրախությունը դրդմության, դերոջը արջև խոնարեցեք ու անցես պիտի բարձրացնե։ Ինչ կսեք որ գիտեք, եթե պետք է լալու լացեք, եթե պետք է լացել ուրախությունը ցեր հանգիստը մեկում տնելու ըրեք, ամենքին վճարեցեք Աստուծո երեսը փնտրելու համար։ Ինչ որ պետք է ըրեք, բայց Աստուծո հերու մի գենակ, Աստուծո մոտեցեք, ինչ ալլա քինը, եւ երբ որ գխոնարիկ դերոջ արջև, Աստվածալ ցեզի պիտի բարձրացնե։ Ասոնք իր խոստումներն են, եկեք ամեն անգամ որ գուդես, ամեն անգամ որ գխմես կիծած եղիր, որ քու հոգիդ ալ, ինչպես քու մարմինդ հացի եւ ջուրի գարիք ունի, քու հոգիդ Աստուծո գարիք ունի, հագեցուր քու հոգիդ, հոգ տար հոգիդ, թույլ մի տար որ հոգիդ մեռնի եւ թուն գգարձես որ գաբրիսկոր, եթե հոգիդ մեռնի, թուն մեռած ես, նույնիսկ եթե ամեն առողջ մարդն ես։ Եկեք աղոթենք։ Տեր շնորհակալ ենք քեզ մե, որ մեր աչքերը կփանաս եւ մեզի ցույց կտաս, որ դու ամենակարևորն ես մեր կյանքի մեջ։ Քեզ մե ավելի կարևոր բան չկա։ Մեր ամենօրյա հացեն, մեր ամենօրյա ճուրեն ավելի կարևոր ես դու։ Որովհետեւ հացի եւ ճուրը մեր մարմիններուն ժամանակավոր կյանք կուտան։ Բայց դու մեր հոգին հավիտենական կյանք կուտաս։ Ադոնամար դեր դու շատ ավելի կարևոր եւ էական ես, քան ամենօրյա մեր պետքերը։ Անոնամար քեզի կփնտրենք։ Քու երեսդ կխնդրենք, քու թուրդ կզարնենք։ Եկուր մեր կյանքի մեջով դեր, մեր հոգիները հագեցուր, քու ներկայությունդ մեր բոլորին հետլա, մեր դուներուն հետլա, մեր ընտանիքներուն, մեր զավակներուն հետլա։ Փառքլա քեզի ով դեր, որ դու մեզի մինակ չես սիկեր։ Շնորհակալ ենք քեզ մե։ Ամեն։ Շնորհակալ ենք եղբայր, հիմա սիրո հոժար նվերները բիտաբակենք։ Միասին ոտքի վրա դերական աղոթք երկենք։ Որ երկինքս ես, սուրբ
Զիկոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից ամեն Ամեն։